Հայկական շոու բիզնեսի ամենասիրված երգչուհիներից մեկը՝ Սիրուշոն, հրապարակել է իր և դստեր ձայնային հաղորդագրություններից մի փոքրիկ հատված։ Նա հերթական անգամ հուզել է հետևորդներին իր և դստեր անկեղծ ու ջերմ հարաբերություններով, ինչն անմիջապես գրավել է օգտատերերի սրտերը, ստանալով բազմաթիվ արձագանքներ։ Առաջարկում ենք լսել այս հոլովակը և դիտել Սիրուշոյի ինստագրամյան հարթակից նոր հոլովակներ Զաբելի մասնակցությամբ առանց մեկնաբանության։ Մամա ջան, զուգարած խոսացել ենք մենք, կարան խնդրում եմ, երբ քեզ հարմար լինի դեմ օֆիս։ Մամա ջան, ես սպասում եմ, որ դու ասես, բառեր ջան, սպասում եմ, որ դու պատասխանես, բայց ասես իհարկե բալես։ Իհարկե բալես։ Չէին, բավրաջիկները խալաբաղ չէին։ Հա, բրաջիկներն էլ։ Պապան հա։ Պապան հա։ Դա ես։ Դու էլ։ Մաման խալաբաղ չէ։ Մաման չէ։ Ինչու պապան հա։ Ես հա, դու չէ։ Քեզ հիմա տալիս խոստացիր, որ կտահես, քանի 100 տարի ինձ էր, որ կպատահի։ Հերթ։ Բերնիր, որ չկոտրվի։ Քուսնել շատ սիրուն է, որն ես դու արել, որը ռոբը։ Ես համարել ես, Զաբելն արել ես, Ռոբն արել ես, ես համարել շարունակելու եմ, ես համարել Սիրուն է կարել միշ։ Չալական հարթակ։
սաներին հետևի։ Այդ առաջինը մենակ մի հատը սաներին հետևի, հետո կշկին։ Սանան է զգավետը, հոտ կաշի։ Նիր։ Իմ համարը։ Հա։ Thank you, welcome. Շնորհակալություն. I love you too. Ինչի՞ս որոշել ծաղիկ առնես։ Ուզում եի քեզ նվերանել։ Մերսի շատ, բայց ինչի տենց մտածեցիր։ Ինչի տենց մտածեցիր, մի հատ ասես։ Որտեղ դու ամենալավ մաման ես ուզելու քեզ նվերանալ։ Երգչուհին վերջերս Instagram-ի իր էջում կիսվել էր տեսանյութով, որտեղ պատմել էր, թե ինչպես են ծնվում իր սիրային երգերը։ Միշտ չէ, որ բոլոր այն երգերը, որ ստեղծում եմ, իմ մասին են։ Ոգեշնչվում եմ ընկերներիս պատմություններով։ Եթե իմ մասին լինեին երգերս, ուրեմն ես ամիսը մեկ պետք է կամ բաժանվեի, կամ այդպիսի ինչ-որ մի բան։ Մի շրջան սիրային երգերը շատ էին, բայց դրանք սիրային տարբեր իրավիճակներ էին։ Ոգեշնչված էի ընկերներիս պատմություններից։ Մենք էլ այն տարիքում ենք, որ ամեն մեկն իր ոճով ճանապարհով էր անցնում։ Լսում էի իրենց պատմությունները, հետո այդ տպավորություններով նստում գրում էի։ Այնպես որ, եթե ունեք հետաքրքիր պատմություն, որ կուզեք կիսվել ինձ հետ, ես ձեզ որպես հոգեբան կարող եմ լսել եւ հետո երգի վերածել։ Նախագահի որդին, Հայաստանի ուժային եռամարտի ֆեդերացիայի նախագահ Լևոն Քոչարյանը խոստովանեց, որ իր կինը երգչուհի Սիրուշան ազդում է իր երաժշտական ճաշակի ձևավորման վրա եւ ոչ միայն։ Լևոնն ասում է, որ Սիրուշան լավ երաժշտություն է սիրում եւ երբեմն խորհուրդ է տալիս իրեն, թե ինչ լսի։ Լևոնին նաեւ դուր են գալիս նրա կատարումները։ Չի կարող ասել, թե Սիրուշոյի առաջին եւ ամենահավատարիմ երկրպագուն է, քանի որ նրա երկրպագուների շարքում կան մարդիկ, որոնք իրեն չեն ների այդ խոսքերի համար։ Ոմանք ասում են, որ ես օգնում եմ նրան, դա շատ վիրավորական է, որովհետև այդպես չէ։ Նա այնքան ինքնուրույն է բոլոր հարցերում, այդ թվում ֆինանսական, գործնական եւ այլն։ Ես հպարտանում եմ նրա գործունեությամբ, ինձ դա շատ է դուր գալիս, ասել էր երգչուհու ամուսինը։ Լևոնը վստահաբար ասում է, որ իր կնոջ համար առաջնահերթ են ընտանիքը եւ երեխաները։ Նա հավատացնում է, որ երգչուհու հետ ընտանեկան կյանքն այնքան բարդ չէ, ինչպես պատկերացնում են շատերը։ Հաճախ ստացվում է համատեղել աշխատանքը, հանգիստը եւ ընտանեկան գործերը։ Լևոնն ու Սիրուշոն ծանոթացել են 2001 թվականի հունիսին ջրաշխարհում, որից հետո կրկին հանդիպել են Սևանում։ Մաֆիա խաղալուց հետո Լևոնի մոտ զգացմունքներ են ծնվել։ Քանի որ Սիրուշոն արդեն հայտնի երգչուհի էր, Լևոնին չի հաջողվել հաճախակի հանդիպել նրան, եւ նա ստիպված է եղել պարզել, թե որտեղ է Սիրուշոն, որպեսզի ճակերտավոր ասված պատահական հանդիպումներ կազմակերպի։ Ես անցել եմ ամբողջ ավանդական ուղին, որով անցնում են սիրահարված հայ տղաները։ Գնացել եմ նրանց դպրոց, մասնակցել հարաբերություններ պարզելուն։ Բայց ես շատ ուրախ եմ, որ մենք հիմա հասել ենք այս կետին, անկեղծացել էր նա։ Հիշեցնենք, որ երգչուհի Սիրուշոն ու Լևոն Քոչարյանն ընկերություն են արել դեռ պատանեկությունից, երբ քաղաքի բոլոր անկյուններում քննարկվում էին նրանց իրավեպի մասին խոսակցությունները։ Սիրուշոն եւ Լևոնը հնարավոր բոլոր տարբերակներով փակ էին պահում անձնական կյանքը։ Միայն տարիներ անց նրանց պատանեկության տարիների լուսանկարներն առավել լայն տարածում գտան։ Սիրուշոն եւ Լևոնը ամուսնացել են 2009 թվականի հունիսի 6-ին։ Նրանք այժմ ունեն 2 որդի եւ 1 դուստր։